մի վհատվեք, Աստծո խոսքի վրա գիշեր-ցերեկ պարապեք։ Սամոս առաջին ինչ ասում։ Երանեն մարդը որ ամբարիշտի խորհրդի մեջ չի գնում։ Մեղավորը ստեղ չի նստում։ Իր հաճությունը ինչի մեջ է։ Ինչի մեջ է։ Աստծո խոսքի մեջ է։ Աստծո խոսքը իսկան լցվավ քո մեջ։ Աստծո խոսք ես չեմ հասկանում, որ քո ուղեղի մեջ լցվի կամ իմ ուղեղի մեջ։ Այդպես չի։ Նայեք ստեղ Սուրբ Գիրք ոնց ասում է, մենք այդպես պետք է հավատանք։ Մենք պետք է այդպես ընդունենք։ Քո խոսքերի հայտնվել է լույս կտա։ Իմ ու քո մեջ լույս չկա։ Այս խոսքերը, որ սրտանց հավատքով ընդունեցիր, նա գրվավ քո սրտի տախտակների վրա, նա քեզ ինչ կտա։ Լույս կտա, որ լույսը ինչ է սրնելու, կարդում ենք, ու միամիտները իմաստուն կանի։ Այսօր իմ ու քո պրոբլեմ մեկ է, ինչքան Աստծո խոսք գրվի քո սրտի տախտակների վրա, դու լացես, խնդրես, աղաչես, պաղատես։ Ես մի վկայություն կանեմ ձեզ, որ խոսքը ավելի զորություն ունի, քան թե քո կյանքը։ Ես դա ապրած եմ ասում։ Մարդը անզոր է Աստծո կամքը կատարելու։ Մարդը դենց ուժ չունի։ Մարդի մեջ բացի Աստծուն հակառակվելուց ուրիշ հատկություն չկա մարդի մեջ։ Մարդը դենց լավ հատկություն չունի։ Իմենայք սիրելիներ, տարիներ առաջ ես այս խոսքը կարդացել էի, որ հիմա կարդում եմ, եւ խնդրել էի, լացել էի, ողբացել էի, որ Աստված այս խոսքերը գրի իմ սրտի տախտակների վրա։ Դեր այսպես կսե, անիցյալ այն մարդը, որ մարդին կապավինի ու մարմին իրեն բազուկ կենե եւ իր սիրտը Տիրոջից կխոթորի։ Նման խոսքեր, որ ես կարդում էի, Սուրբ Հոգին կպնում էր սրտիս, այդ խոսքերը գրում էի բլոկնոտիս մեջ, աղոթում էի, խորժում էի, անգիր էի սովորում, սրտիս մեջ աղերսում էի, որ Տերը գրի իմ սրտի տախտակի վրա, փոխի իմ սիրտս։ Ես չգիտեմ, որ այս խոսքը գրված է իմ մեջ։ Ես չգիտեմ սիրելիներ։ Հավատքի համար երբ որ ինձ մի տարի բանտ նստեցրին, ես արդեն առողջապես, հոգեպես այնքան հույծված էի, հավատում եք, որ մեռնելս էի ուզում։ Որտեղ սաղ գիշեր պոշկաներից հավից նռում էի, օրը 20 րոպե արևերից էինք տենում։ Դե գիտեք, բանտի խուցը, խոնավտեղ, առաջի հարկ։ Վերջը հիմա